Ճանապարհը Նիկոլի իշխանությունից հեռացնելն է։ Ինչքան Նիկոլը կա, ես ասացի, չէ՞ որ նա միջազգային հանրության կողմից որպես ագրեսոր է ճանաչված։ Ու Ալիևը ամեն ինչ անում է, որ Նիկոլը մնա, որ Ալիևի ցանկացած քայլ արդարացված լինի որպես դա կոչվում է կանխարգելիչ կամ պատժիչ գործողություն ագրեսորի նկատմամբ։ Ու նոր չի, որ Նիկոլը ճանաչվել է ագրեսոր միջազգային հանրության կողմից։ Դա ճանաչվել է 20 թվականի մինչև պատերազմը։ Դրա համար էլ թույլ են տվել պատերազմ Հայաստանի դեմ, ագրեսորի դեմ ավելի ճիշտ է ձև ասել։ Ու կարգավիճակը չի փոխվել Հայաստանի, քանի որ այդ նույն ագրեսոր կոչվածը մնացել է իշխանության։ Ագրեսոր ասած նկատի ունեք այն հայտարարությունները, որոնք լեգիտիմ հիմք են տվել։ Այո, հա, դե չէր կարող Ալիևը պատերազմ սկսել, դա հիմք են տվել, իսկ հիմք են տալիս այն դեպքում, երբ որ ինչ-որ մեկը ճանաչվում է ագրեսոր, որը խլել է իր տարածքները։ Իմիջիալից մենք ունեինք շանս, որը լավ կիրառում էին եւ Լևոնը, եւ Քոչյանը, եւ Սերժեյն էր, որ Հայաստանում այդ տարածքները, որ ընկան, ասենք, Ղարաբաղի հայերի վերահսկողության տակ կամ հայաստանցիների, դա սովետական կայսրության փլուզման արդյունքում էր։ Այսինքն կարող լիներ, որ Ադրբեջանը սովետականության փլուզման արդյունքում մեր տարածքներ մտածել էր, ասենք ունենք Արցախաշեն ինչտեղ մտել, փլուզման արդյունքում էր նաև Հայաստանն էր մտել այնտեղ, դրա համար ագրեսոր չէր ճանաչում, որովհետև օբշի կայսրության փլուզման խնդիր էր։ Դրանից հետո որ կայսրությունը արդեն փլուզված էր, անկախ հանրապետություններ էին, մերոնք չէին ասում, որ չենք տալի մերն այն, ասում են գտանք ինչ-ինչ խնդիրներ կար ժամանակի մեջ բան ու արգելվում էր պատերազմ, քանի որ Հայաստանը ագրեսոր չէր։ Հիմա Նիկոլը եկավ ուղղակի ինքը այդ կոզերը տվեց Ալիևին, իր այդ հիմար հայտարարությունները, դաժե դավաճանական հայտարարությունները, ոնց որ հատուկ ինքը նենց անի, որ Հայաստանը ագրեսոր ճանաչվի։ Իր աթոռը պահելու համար ինքը գնաց այդ քայլի։ Այսինքն ագրեսորը հիմա նաև երբ որ Ատավուշի հետ կապված է, ասում իրենց է կարող են վերցնել, որովհետև օրինակ ազգային ժողովի նախագահն ասում է, չէ՞ հարձակվի։ Հիմա Ալիևը ասում է, ես ագրեսորին խաղաղեցնում եմ ուժի միջոցով, քանի որ ուժի միջոցով են ես հաստատել իմ տարածքները ու դուք տեսաք, որ ագրեսորին ուժի միջոցով պետք է կարգի հրավիրել։ Ու ինչ անում է, ինքը ասում է, նույն ագրեսորն է, ոչինչ չի փոխվել։ Ու նրանք հայ ժողովրդին էլ ներկայացնում են, ասում են 21 թվականին նա գնաց այնտեղ, ուտեղ ամբողջ ժողովուրդը ագրեսոր, ամբողջ ժողովուրդը բանա, պահանջատեր է իբր, այսինքն ծավալապաշտական նկրտումներ ունի ու Նիկոլը այդ ժողովրդի շահերի արտահայտիչն է, բայց քանի որ մենք ուժով ենք իրանց պարտադրել, իրանք վախի տակ են ենթարկվում, մենք ուրեմն իրավունք ունենք իրանց վախեցնել, սպառնալիքի տակ մենք կպաշտպանենք, ասենք մեր Ադրբեջանի շահերը կամ տարածքային ամբողջականությունը բան ու այդ են անում, լինի Տավուշի գյուղերի հետ կապված, լինի մյուս։ Նիկոլն էլ գնացել է այդ խաղին, հանուն աթոռը պահելու, բայց իրականում, եթե նոր քաղաքական ուժ գա, նա պետք է вообще ամբողջ տրամաբանությունը ոչ միայն բանակցությունների, այլ Հայաստանի Հանրապետության անկախ կարգավիճակի տրամաբանությունը պետք է փոխի։ Ինչ անել։ 1920 թվականից ես ասացի նոր այս համագումարում, որ նա 31.5 մոտ 32,000 քառակուսի կիլոմետրով սովետականացվել է Հայաստանը, այսինքն օկուպացվել է ռուսական զորքերի կողմից, հետո տարբեր փուլերում ինչ-որ տարածքներ հա պոկել են կոլխոզի անվան տակ, չգիտեմ, արոտավայրի անվան տակ բան, մինչև 91 թիվը պոկել տվել են Ադրբեջանին, ու դրա համար պետք է մեր քաղաքականությունը լինի, որ մենք ինչ սահմանով մտել ենք, այդ սահմանով պետք է մենք տարածքային ամբողջականությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից։